Ժողովուրդ ջան, նկատել եք, որ մենք երկար ժամանակ է չենք ընտրում падգամավորներին, չենք ընտրում հանրապետության նախագահին, չենք ընտրում համայնքների ղեկավարներին, չենք ընտրում վարչապետին, չենք ընտրում համայնքներում ավագանիներին։ Ինչ նկատի ես ունեմ։ Ժամանակ կար, որ մենք գնում էինք ընտրական տեղամաս եւ մեր ընտրատարածքի падգամավորների միջև եղած մրցակցության արդյունքում ընտրում էինք падգամավորի։ Տվյալ падգամավորը պատասխանատվություն էր կրում տվյալ ընտրական տարածքի համար եւ տվյալ ընտրական տարածքի ժողովրդին ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմին ազգային ժողովում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները անցնում են 100% համամասնական ընտրակարգով։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել։ Ես 2012 թվականին ընտրվել եմ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից։ Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը բաղկացած էր 131 падգամավորներից։ 131 падգամավորներից 90-ը ընտրվում էին կուսակցական ցուցակներով, այսինքն մեզ հայտնի այսօրվա համամասնական ընտրակարգով։ Սակայն Հանրապետության ամբողջ տարածքը բաժանված էր 41 ընտրական տարածքներով եւ այդ 41 ընտրական տարածքներից ընտրվում էին մեկական մեկ մանդատ ունեցող падգամավորներ, ովքեր էլի ներկայացնում են հանրապետության ժողովրդին։ Հետո փոխվեց ընտրական օրենսդրությունը եւ մենք ունենք հիմա 100% համամասնական ընտրակարգ։ Մենք ժողովուրդը չգիտի, թե ինչպես են կուսակցությունները ձևավորում իրենց ընտրական ցուցակները։ Հիմա սկսում ենք իմանալ, այսինքն ցույց են տալիս, թե ոնց են ձևավորում։ Օրինակ Լուսավոր Հայաստան կուսակցությունում կառավարման խորհուրդն է միշտ ձևավորել մինչև համագումարները։ Հետո նոր օրենքը փոխվել է, հիմա համագումարով է լինելու։ ՔՊ-ն հիմա ցույց է տալիս, որ համագումարից առաջ ներքին ընտրարշավ է իրականացնում, ինքն իր կուսակցության ներսում որոշում է, թե ովքեր են լինելու падգամավոր։ Շատ լավ, ժողովրդավարական, ներքին ժողովրդավարական process է։ Եղավ, օքեյ։ Ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրում են իրենց падգամավորներին ուղիղ, որ իրենց ներկայացնի խորհրդարանում։ Ոչ։ Օրինակ Մեծ Բրիտանիայում ժողովուրդը ընտրում են падգամավորներին, ովքեր ներկայացնում են իրենց Մեծ Բրիտանիայի պարլամենտում։ Միացյալ Նահանգներում, կոնգրեսում եւ սենատում կոնգրեսմենները, սենատորները բոլորը ընտրվում են ուղղակի ընտրական կարգով, այսինքն ուղիղ քաղաքացու կողմից ընտրվում են եւ քաղաքացին գիտի ով է իր կոնգրեսմենը, քաղաքացին գիտի ով է իր սենատորը։ Հիմա եկեք գնանք Վանաձոր, Գյումրի, Չարենցավան, Աբովյան, ցանկացած համայնք, Կապան, ասենք ով է ձեր падգամավորը։ Ես իմ ով է։ Ով է ձեր падգամավորը, չգիտենք ես իմ ով է։ Ով է ձեր հանրապետության նախագահը։ Դե ասենք շատերը օրինակ ըստ հարցումների շատերը չգիտեն ով է։ Բայց ես ինչ եմ ուզում ասել, ցելի հայրենակիցներ։ 15 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին սկսել է չձևավորել պետական իշխանությունը կամ ձևավորել միջնորդավորված, որը այն է, որ դուք ինքներդ, ես, մենք բոլորս մենք չենք կարող գնալ եւ որոշել ով է մեր падգամավորը։ Որտեղ մենք պետքա գնանք, ընտրենք կուսակցական ցուցակներ, այս կուսակցական ցուցակներից որ մարդիկ դառնան падգամավոր, հետո ինչ որ մարդիկ կարող է մանդատները վայր դնեն, որ հետևից մանդատներով գան մարդիկ առաջ եւ նրանք մանդատներ վերցնեն եւ ընտրությունների ժամանակ երբ որ մենք նայում ենք այդ ցանկին, որևէ կոնֆիգուրացիայով չենք կարող պատկերացնել, որ այդ մարդը, որ ինչ որ կուսակցության 48-րդ համարում է եղել, կարա վաղը մյուս օրը մանդատակիր падգամավոր լինի ու մի հատ այնպեսի բանի որ բոլորս խայտարակվենք։ Բայց գնանք էլի առաջ։ Հանրապետության նախագահին Հանրապետության նախագահային ժամանակին մենք ընտրում էինք ուղակի ընտրությունների միջոցով։ Ուղիղ գնում էինք ընտրական տեղամաս, ընտրում էինք նախագահ, ասենք նախագահի տեխնացուներ կային, մեկին ընտրում էինք նախագահ, այդ մեկը ընտրում էր նախագահ կամ չէր ընտրվում։ Հիմնականում կեղծում էին։ Բայց ժողովուրդ ջան, այսօր հանրապետության նախագահին ընտրում են падգամավորները խորհրդարանում։ Այն падգամավորներն են ընտրում, ում մենք չենք ընտրել։ Այսինքն այն падգամավորները, ում մենք որ չենք ընտրել, նրանք ընտրում են հանրապետության նախագահին։ Հանրապետության վարչապետը։ Ըստ մեր սահմանադրության եթե կայուն մեծամասնություն մի ուժը ստանում է խորհրդարանում, ավտոմատիկ կերպով նրա առաջին համարը դառնում է հանրապետության վարչապետ։ Անկամ падգամավորները խորհրդարանում չեն քվեարկում ընտրեն վարչապետ։ Այսինքն 18 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչապետ չի ընտրվել պարլամենտում։ Ավտոմատ է եղել, որովհետև այնքան ձայն է տարել քաղաքական մեծամասնությունը, որ ընտրություն քվեարկություն չկա։ 21 թվականին նույնպես խորհրդարանում падգամավորները չեն ընտրել վարչապետ, որովհետև այնքան ձայն է ստացել կներեք իշխող ուժը, որ էլի չեն ընտրել։ Հիմա ինչ եմ ուզում մենք իրար հետ քննարկենք սիրելի հայրենակիցներ։ Հիմա նախընտրական շրջան է, ինչ որ ուժեր կան, շես բաներ են ասում, մենք գանք սենց կանենք, մենք գանք նենց կանենք, մենք գանք էս կանենք, այն կանենք։ Այս սահմանադրության դեմ մենք պայքարել ենք ես
մեր կուսակցությունը, որ կոնկրետ խոսանք էլի 15 թվականին անդադար լոբինգ են կարել, որ այս համանությունը պետքա փոխվի։ 3 սահմանադրական խորհուրդներ կամ բարեփոխումների հանձնաժողովներ են ձեռնել, հիմա երրորդն է գործում, էլի այս խնդիրները չեն հասցեագրում եւ չեն հասցեագրում, որովհետեւ սրանք օրակարգում չկան, սրանք կմերժեն, որ ներկայացվեն այդ օրակարգում։ Եվ անիմաստ անգամ սրանք ներկայացնեն այդ օրակարգում։ Ոչ այնտեղ ինչ որ կոսմետիկ բաներ են ուզում փոխեն, բայց հիմնական բանն է, որ Ալիևն ասել է գնացեք ձեր սահմանության պրեամբուլան փոխեք, գնացեք։ Հիմա ես ուզում եմ ձեզ ինչ ասել, ժողովուրդ ջան։ Ինձ հարցնում են ձեր տեսլականը որն է, ձեր գաղափարը որն է, ինչ եք մտածում անել, ես ասում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք վերից վար փոխելու ենք այս համակարգը։ Մենք ուզում ենք որ քաղաքացին ուղիղ ընտրի իր ավականու անդամներին։ Ավականին առաջի օղակն է համայնքներում։ Տեսեք, մենք ունեցել ենք 931 համայնք, 931 գյուղապետ, քաղաքապետ, համայնքի ավականի բան։ Հիմա խոշորացվել է 71-ն են։ Մեծ խոշոր համայնքներ են։ Հիմա այդ մեծ խոշոր համայնքներում, որ 71-ն են դարձել, ես կարծում եմ, որ ժողովուրդ ջան, պետքա մարդիկ կոնկրետ կարողանան ընտրել իրանց համայնքի ղեկավարին ու այդ մարդուց պահանջել կոնկրետ բաներ։ Ոչ թե Երևանից գան քաղաքական ուժեր, ինչ որ թղթեր տան, ասենք բան գտնեն մեկին, որ լավ շատ բարեկամներ ունի, ասենան մեր թղթերը տանք դու առաջադրվի։ Հետ այդ կուսակցությունը գաս Երևան ասում է մենք, այս ինչ համայնքում սենց բան, մենք այնտեղ կառավարող ուժ ենք։ Դուք ով եք որ այնտեղ կառավարող ուժ ելնեք։ Դուք ուղակի ձեր թղթերը տվել եք ինչ որ մարդկանց, ինչ որ Գերդաստանի, որոնց այդ Գերդաստանի ներկայացուցիչը, ասենք շատ ձևնի ձեր թղթերը վերցրան։ Ձեր կուսակցության հետ կապ ունի, ձեր գաղափարների հետ կապ ունի, չունի։ Այդ խապկանքը, այդ սուտը, այդ կեղծիքը պետքա քանդել, փոխել։ Ես դա առաջարկում որ մենք դա անելու ենք։ Հիմա հաջորդը։ Հանրապետության նախագահ, ինչ անեմ, ինչ բանի այդ մարդեն չի մարա։ Ինչի կա, եթե կա, ասենք, պետք է այս հարցին անդրադառնալ։ Մեծ հանրապետության նախագահի պաշտոն պետքա թե պետք չի։ Եթե պետք է, այն պետք է այս ձևի լիազորություններով, թե ինչ լիազորություններով։ Դեմես նախագահը խայտարակ չի, ասա, անդադար մեզ խայտարակում է, այս արձագանքել են։ Բայց այս հարցերը մենք հասցեագրում, մենք վերից վար ուզում ենք փոխենք այս համակարգը։ Մենք ուզում ենք քաղաքացուն բերել դնել իշխանության ձևավորման կենտրոնում։ Ոչ թե դուք ընտրությունից ընտրություն, ինչ որ մարդիկ գնան, նոր կուսակցություններ գրանցեն, կամ ինչ որ թղթեր գնեն, բան անեն, մտնեն process-ների մեջ, գան ընտրությունները վերջանա գնան իրաց տներով։ Վերջանա։ Չկա քաղաքական պատասխանատվություն, չկա պատասխանատու մարդ, ոչ մեկ չկա։ Բացեք 21 թվի ընտրությունների մասնակից ուժերին։ Տեսեք 5 տարվա մեջ մի բան ասել են, մի բան միացի վերաբերել, մի բան արել են, չէ, չկան։ Հիմա նորից էսա կգան, բայց մեր նորերը կգան, էլի կգան, սա կգան։ Բայց սահմանադրական տեսանկյունից, ես որպես սահմանադրական յոնքի մասնագետ, ես ուզում եմ ձեզ ասել, որ ընտրությունների ժամկետներն էլ է խնդրեմ։ Նայեք, ժամանակին Հայաստանի Հանրապետությունում մենք 4 տարին մեկ ձևավորում էինք ազգային ժողով։ Հիմա 5 տարին մեկ ենք ձևավորում ազգային ժողով։ Մենք 3 տարին մեկ ընտրում ենք մեր համայնքի ղեկավարներին, քաղաքապետ, գյուղապետ, 3 տարին մեկ է։ Հիմա 5 տարին մեկ է, ժողովուրդ։ Ինչքան ժամկետը հեռուացված է, այնքան քիչ ժողովրդավարություն է։ Այնքան քաղաքացին քիչ ունի հնարավորություն իր քվեարկությամբ ձևավորել իշխանություն, մասնակցել իշխանության ձևավորման գործընթացին, մասնակցել որոշումների կայացման գործընթացին։ Եվ ահա դրա համար կարևոր է, որ ընտրությունների ժամկետները նվազեցվեն, սա մեկ։ Կարևոր է որ մարդիկ ուղիղ ընտրեն իրենց ներկայացուցիչներին, սա 2։ Ինչ է նշանակում մենք չընտրենք падգամավորներ, մեր չընտրած падգամավորները ընտրեն վարչապետ, որը չեն ընտրում, բայց ինքը ավտոմատ, եթե ցուցակ առաջ համարն է, եթե կայուն մեծանալու է, ինքը դառնա վարչապետ։ Պատկերացնեք նախարարներ ինչքան հեռու են մեզանից արդեն։ Այսինքն падգամավորը, որ ամենամոտը պետք է լիներ մարդուն կանգնած, այդքան հեռուացվել է։ Իրանից հեռուացվել է վարչապետը, վարչապետից հետո նախագահ, դե պատկերացրեք քաղաքացին որտեղ է։ Նույնը համայնքներում։ Նայեք հիմա Գյումրիում ինչ է կատարվում։ Քաղաքապետը կալանավորված է, քաղաքապետի պաշտոնակատար է, տեղակալն է, չգիտեմ, ինչ վիճակ է։ Նայեք նույնը Վանաձորում է հիմա։ Ասենք դատական գործերը 2 տարի ավարտված է, բայց ժամանակավոր պաշտոնակատար է։ Ընտրություն չեն նշանակում։ Պետք է 2 տարի առաջ ընտրություն լիներ։ Եվ այս ցանկը ես կարող եմ երկար շարունակել։ Բայց ես ինչ եմ ասում։ Ես ասում եմ հետեւյալը, որ պետք է քաղաքացին Սահմանադրության համաձայն ինչ է գրված է որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների միջոցով։ Հիմա այդ ընտրությունների միջոցով որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է, ձևավորում է իշխանություն, պետք է իրապես կարողանա ձևավորել, ճանաչի ումա ձևավորում։ Այսինքն երբ որ լինի մեծամասնական ընտրակարգ, օրինակ, падգամավորների պարագայում կամ ավականիների պարագայում, չի կարող մի մարդ, որին իրանց հայաթում, իրանց բակում
տնեցիկ բարեկամները չեն նորմալ տեղը բերում է, ով չի կարող այդ մարդը դառնա падգամավոր։ Այսօր խորհրդանի 80%-ը այդ ձևի մարդիկ են ձևավորել։ Որ գումեսի անց համայնք ասում ես ձեր падգամավորը, ասում ես իմ հետո ես չգիտենք էլ։ Չգիտի ես իմով, ասենք, քաղաքական տվյալ ուժի ղեկավարը դրել է ինչ որ համարում այդ մարդը ընտրվել։ Այդ մարդը այդ համայնքը մենտեղից որտեղից որ եկել է, այդտեղ Իրանից ոչ մի բան չի ներկայացնում։ Այդտեղաբար ոչ մի բան Իրանից չներկայացնող մարդը ոնց կարող է մնացած մարդկանց վերաբերյալ որոշում ներկայացնի։ Ոնց։ Ասենք ասում մի բան ներկայացնի չէ Իրանից, որ ինքը ինչ որ անցած ճանապարհ ուղի փորձ ունենա, մի միտք ասի, մի ներդրում ունենա, պետության կառավարման ով է այդ մարդը։ Ես իմով եմ։ Ով է ես իմով, չգիտեն, գնացեք այդ արկրեք տեսեք ով է։ Յուրաքանչյուրը թիմա ես տեսան թողնեք, դուրս եկեք համայն, հարցրեք, ասեք, տեղակեք ով է ձեր падգամավոր, ով է ձեզ ներկայացնում ընդհանրապես։ Ով։ Հիմա երկրում կա մեկ առաջնային մանդատ ունեցող մարմին, դա ազգային ժողովն է, որին մենք ուղիղ չենք ընտրում։ Ժամանակին ասում են համամասնական դառնա, կուսակցական համակարգը կկայանա, բան, ինչ որ պահերի բոլորս հավատացել ենք, բան, բայց Ջորջան փորձը կիրառվել, հա, սա կիրառված փորձն է։ Չի աշխատում։ Չի աշխատում։ Մենք ունենք նիկտոների իշխանություն։ Ոչ մեկ է, ես իմ ովքեր են, չգիտեմ ովքեր են։ Որտեղից են եկել, ոնց են եկել, ոնց է ընտրվել մարդը դարձել, չգիտենք։ Էս է իրավիճակը եւ ես կարծում եմ, որ պետք է համանadrական փոփոխություններով այս խնդիրը կարգավորվի։ Հարցնում եք, ո՞րն է ձեր ծրագիրը։ Մեր ծրագիրը սա է։ Քաղաքացուն բերել կանգնեցնել կենտրոնում։ Համանadrական համակարգի իշխանության ձևավորման համակարգում քաղաքացին պետք է լինի կենտրոնում։ Եվ քաղաքացին պետք է ուղղակի ընտրությունների միջոցով ձևավորի իշխանությունը եւ մասնակցի որոշումների կայացման գործընթացներում։ Տեղական ինքնակառավարման մարմնից մինչեւ ամենաբարձրագույն պետական օրենսդիր մարմինը, ազգային ժողովը, առաջնային մանդատ կրող մարմինը։ Հետևաբար ես բոլորին առաջարկում եմ, ովքեր որ իմ հետ համաձայն են, ովքեր որ գտնում են, որ մենք այդպես չենք ընտրում մեր падգամավորներին, մեր նախագահին, մեր վարչապետին, մեր ավականուն, մեր քաղաքապետերին, քվեարկել մեր օգտին Լուսավոր Հայաստան կուսակցության, եւ մենք այս ռեֆորմը անելու ենք։ Այս ռեֆորմի համար երկար տարիներով մենք կռիվ ենք տվել։ Երկար փորձ ենք կուտակել։ Չնայած նրան, որ նաեւ ես համանadrական յոնքի մասնագետ եմ, բայց այս ինչ դες ասում եմ, բոլորը փորձարկվելով գնացել է։ Հիմա ունենք այդ փորձը ձևավորված եւ գիտենք այն ինչպես կարելի է կարգավորել լուծել։ Ես ինչու եմ այս ձևով սա ներկայացնում, որովհետեւ կարող է բարդ հոդվածներ ասել համանadrությունից, բարդ նախադասություններ կազմել, որ ոչ մեկ չհասկանա թե ինչի մասին եմ ես խոսում։ Ես հնարավորինս པարզ քաղաքացուն բացատրում եմ, թե ինչա տեղի ունեցել, ինքը ոնց է կտրվել իշխանությունից։ Ինքը ստեղա իշխանությունը հասել այնտեղ, չկա։ Իր հետ ոչ մի կապ չունի իշխանությունը, վերջ։ Չկան падգամավորական գրասենյակներ, մարզերում որ գնաք ներկայանաք, ասեք, բարև ձեզ, մեր падգամավորն ուրա գործ ունենք, մի հատ հարց կա, այս հարցը կբարձրացնեք։ Օրինակ հիմա ասենք բազմաթիվ գործարարներ իրենց մեքենաներով կամ իրենց վարորդները կանգնած են Վրաստանում։ Չեն կարողանում դուրս գալ Վրաստանից, որտեղ վրացական իշխանությունները չեն թողնում։ Ով է զբաղվում, ես իմով չգիտեմ, ոչ մեկը։ Կա падգամավոր, որ գնան դիմեն, չկան падգամավորներ, որտեղ չեն ընտրվել падգամավորները։ Կան կուսակցությունները, գնացեք դիմեք, գտեք այդ կուսակցությունը, գնացեք դիմեք։ Էս է իրավիճակը, դրա համար ես այս առաջարկությունը որոշեցի այսօր ներկայացնել քաղաքացիներին։ Խնդրում եմ հնարավորինս տարածել, մեկնաբանությունների դաշտում գրել նոր հարցեր, թե այս կարգավորման, թե այլ ծրագրերի, մեր անելիքների վերաբերյալ եւ հերթականությամբ միջև ընտրություններ յուրաքանչյուր անգամ մի նոր գաղափարի մանրամասն ներկայացմամբ ես կամ մեր թիմից այլ մարդ հանդես կգանք։ Լավ մնացեք, շնորհակալ եմ, լավ կիրակի, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։